Շղթայական վթարների դեպքում, եթե ասենք անձնական խնդիրներ լինում, բնականաբար իրավապահ մարմիններն են ներառվում, քննչական գործողություններ է իրականացվում, դրա արդյունքում սովորաբար որոշվում է մեղավորությունները, եթե չի որոշվում, նորից փորձաքննության միջոցով է դա արվում, իսկ փորձաքննությունը կա մեր մոտ առաջնային լրացուցիչ կրկնակի, այսինքն մի քանի աստիճան փորձաքննության հնարավորություն կա, հետեւաբար եթե ինչ-որ անհամաձայնություններ կամ խնդիրներ են լինում, այդ ձևով ծածկվում են, բացի դրանից հաշտարար դատական մարմին, այսինքն բավականին հնարավորություններ եւ պաշտպանության միջոցներ սահմանված են։ Բայց այդտեղ մի բան էլ դուք հարցրեցիք, ես երևի չանդրադարձա սակագների հետ կապված ինչպես կազդի, ոչ 52,000 տարեկան վահեն, ինչքան կվճարի հաջորդ տարվա։ Այս գումարի ավելացումը սակագների մեջ արդեն ներառված է։ Այսինքն, երբ որ մենք հոկտեմբերին որոշումը կայացրել էինք, այս ընթացքում, այսպես ասած, ժամանակ էինք տվել, որ ապահովագրական ընկերությունները հաշվեն դա, ու մարդիկ, որոնք պայմանագիր են կնքելու նոյեմբերին, դեկտեմբերին, հունվարին, փետրվարին, մարտին, արդեն օգտվելու են դրանից, ես ավելին ասեմ, նույնիսկ այն մարդիկ, որ պայմանագիր են կնքել մինչև այս սակագների բարձրացումը անցած տարվա ապրիլի 1-ից սկսած մինչև հոկտեմբերը, այն ավելի էժան գներով իրանք են օգտվելու, քանի որ ապրիլի 1-ից հետո, եթե 1 տարով իրանք պայմանագիր են կնքել, ու ապրիլի 1-ից հետո հայտնվեն պատարում, արդեն իրանք օգտվելու են այս բարձրացված հատուցումից։ Հարցը հստակ է, 52,000 է վահեն վճարի։ Հիմա ինչքան կվճարի, ինչքան է թանկանալու։ Այս պատճառով ոչ մի բան չի թանկանալու, պատասխանը։ Այս պատճառով ինչ որ մենք բարձրացեցինք ապգումարը, որը ենթադրում է հատուցման ավելացում եւ հետեւաբար պետք է որ ենթադրեր ապահովագրական վճարի ավելացում, չի ավելանալու այս պատճառով։ Նշեցիք, որ Արդեն ուզում եմ ասեմ նախ, դե քանի որ այս որոշումը կայացվել էր, այն ինչ որ ավելացել է, այս բային ինչ որ կա, այլ պատճառով ամեն ինչ հնարավոր է, բնականաբար, այլ պատճառները ընդհանրապես սակագինը ձևավորվում է հատուցումների աճի արդյունքում, այսինքն իսկ հատուցումները ինչի հաշվին են աճում, կամ պատառներն են շատ լինում, կամ գները հատուցման բարձրանում են, այսինքն վերանորոգման գները։ Խոսքով 52,000 վճարումը հաջորդ տարի էլ է 52,000 վճարում։ Տարին չեմ ասում, այս սրա փոփոխության արդյունքում այո 52,000 է վճարելու։ Իսկ հետո ենթադրենք 6 ամիս հետո 7 ամիս հետո ինչ որ չգիտեմ գնաճի կամ պատառների հաճախականության բարձրացման շնորհիվ սակագները քանի որ ազատական են կարող է բարձրանալ կամ կարող է նույնիսկ նվազեն, դա հիմա ես չեմ կարող ասել։ Ինչը նվազելու դեպքում։ Ինչի դեպքում։ Իհարկե Իմիջիալուց ես նշեմ, որ այդ մեր ռազմավարությունը, որ sense բան էինք նախատեսել, մենք նաև նախատեսել ենք գործողություններ, որպիսի պատառների հաճախականությունը նվազի։ Պատառների հաճախականության նվազման համար 3, այսպես ասած, հիմնական ուղղություն կա դասական, որը մենք նախանշել ենք։ Դա ճանապարհների կահավորվածության, կարգավորման եւ այլն վիճակի բարելավումն է, վարորդների վարքագծի բարելավում եւ մեքենաների վիճակի բարելավում։ Այդ 3 ուղղությամբ էլ մենք որոշակի պլաններ նախատեսել ենք, բայց քանի որ դա միայն մեզանից չի կախված, մենք ստիպված որոշ պետական մարմինների հետ ենք աշխատում, նաեւ ինչու՞ չէ ՀԿ-ների եւ լրագրողների հետ։ Այսինքն ճանապարհային օրինակ կահավորման կամ վիճակի բարելավման եւ այլն, պարզ է, չէ՞ որ դա ազդում է պատառների վրա։ Ենթադրենք միտեղ փոսակ հաշում են, կամ ասենք նշանը լավ չի երևում, կամ նույն նշանից երկու կողմ դրած է, երկուսն էլ համարվում է գլխավոր կամ զիջել եւ այլն, նման հանգամանքների մասին է խոսքը։ Մենք հիմա պատրաստվում ենք արդեն ունենք, բայց բարելավել նաեւ պատառների քարտեզ, ամբողջ Հայաստանի տարածքով պատառների քարտեզ ձևավորել, որը աշխատի on-line ռեժիմով, որի հիման վրա, ասենք, կարելի է տեսնել, այսպես ասած, safe կետեր, որտեղ շատ պատառներ են լինում, վերլուծել հասկանալ ցանկացած տեղ, վերլուծել հասկանալ դրա պատճառները, ինչի է այդ պատառները լինում, որովհետև չգիտեմ, վարորդներն են նորը, որով մեքենաներն են վատը, թե այնտեղ ինչ որ վատ նշաններ, սխալ նշաններ եւ այլն։ Ու դրա հիման վրա ինչ որ գործողություններ անել, բայց դա կոմպլեքս աշխատանք է, պահանջում է ներքին գործերի նախարարություն, ՏԿ-ին, ասենք մեր եւ այլն մարմիններ։ Բացի դրանից օրինակ վարորդների վարքագծի ազդեցության համար ինչ որ միջոցառումներ ենք նախատեսում, օրինակ քննարկել ենք, հիմա հաշվարկներ ենք անում, որ իրենց խախտումների, այսպես ասած, պատմությունը այս բոնուս-մանուս համակարգի մեջ ինչ որ
կշռով հաշվի առնենք, որ կանխարգելիչ դեր ունեն, այսինքն մարդիկ իմանալով, որ իրանք խախտումներ, եթե շատ են անում, իրանք սակագինը կբարձրանա, քիչ են անում, մի բան կիջնի, ոնց որ վարքագծի վրա ազդեցություն լինի, նաև ինչ որ օրինակի համար ուսումնական, չգիտեմ, այլ նպատակներ ենք դրել, ենթադրենք մալուս, բոնուս մալուս համակարգի եւ բալային խախտումների համակարգի համար ենթադրենք մենք առաջարկ ենք արել ինչ որ դասընթացներ նախատեսվի, քննություններ հանձնել ու մալուսը զիջվի, այսինքն սակագինը նվազի, որի մասին շատ ենք խոսում, եւ ինչ որտեղ բալեր իրան վերադարձնեն։ Իսկ այդ քարտեզը որ դասակետերով որ լինի, ինչ որ գերատեսչությունների դարձին քննարկումներ կան, ովքեր են պատասխանատուներ կան, ինչ վիճակում։ Այդ սև կետերի տեղեկատվական բազան, քանի որ մեր մոտ է, դա հենց մեր որոշումով է, մենք կարող ենք դա անել, մենք հիմա տեխնիկական լուծումների վրա ենք աշխատում, բայց դա հենց ինքնին ստեղծելը բոլոր հարցերը դեռ չի լուծում, ինքը գործիք է։ Այդ գործիքի հիման վրա պետք է կամք լինի որոշակի պետական մարմինների շրջանակում, որոնց հետ մենք նախնական տկենի հետ քննարկում ենք ունեցել, օրինակի համար ստեղծենք ինչ-որ խումբ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ներգրավենք փորձագետների, վերցնենք այդ գործիքը, տեղեկատվությունը ու որը որ ինքը ինչ-որ ավտոմատ լուծումներ կառաջարկի, հուսանք ինչ-որ օգտագործելով արհեստական բանականություն եւ նաեւ փորձագետների ասենք կարծիքը պետք է հաշվի առնել ու որտեղ որ կա այդ կուտակումներ, այսպես ասած վատ, հա, կետերի փորձել հասկանալ, լուծումներ տալ, բայց համակարգային։ Գիտեք ինչ, հիմա ասես մենք ինչ որ քարտեզ ունենք, օրինակ, դրա հիման վրա ներքին գործերի նախարարությունը ինչ որ բաներ տարբեր տեղերում փորձում է ասենց անել, շտկել, բայց այստեղ համակարգված լուծում է պետք, որովհետև որոշ դեպքերում միտեղ հարցը լուծում ես, գնում է ուրիշ տեղ։ Ու քեզ թվում է թե այստեղ ամեն ինչ լավ եղավ, այստեղ լավ եղավ, ուրիշ տեղ վատ եղավ։ Ու ընդհանուր արդյունքը չի փոխվում։ Պարոն Եղիազարյան, տեսեք, ավտոապահովագրողների բյուրոից են բոլոր ապահովագրությունները այդ կանոններով են առաջնորդվում, թե կօգտվեն ապահովագրություններ, որոնք կարող է այս ֆոնին թանկացումներ անեն, հարցը այս ձեռնարկել։ Չէ, բնականաբար մեր կանոններով են առաջնորդվում, պարտավոր են առաջնորդվել, մենք վերահսկում ենք եւ կարգավորում ենք ապահովամակարգը, բայց սակագները, ինչպես գիտեք, դեռ 3 տարի առաջ ազատականացվել են, մենք ուղղակի սահմանել ենք սկզբունքներ, իսկ սկզբունքը շատ պարզ է, պետք է իրանք հենվեն վիճակագրական տվյալների վրա, որը որ մենք տիրապետում ենք, այսինքն իրանք չեն կարող ինչ-որ այլ վիճակագրական տվյալներ վերցնել, ինչը որ իրանք վերցնում են, մենք տեսնում ենք, հիմնավորված է թե ոչ, եւ մենք սահմանել ենք առավելագույն շեմ։ Այսինքն, բայց դրա ներքո իրանք արդեն ազատ են սակագները վերանայել։ Որը հայտնի շեմ է, այո։ Պարոն Եղիազարյան, վերադառնանք Այդ շեմը գաղտնի չի, շեմը մեր կայքում էլ հրապարակված։ Պարոն Եղիազարյան